Ամուսինս էլ 94 թվի հունվարի 6-ին վիրավորվեց։ Վազգենն էլ դե Վազգենի մասին չեմ խոսում, սպարապետի, չգիտեմ ինչ բառերով արտահայտվեմ Վազգենի մասին, Վազգենը իմ համար Աստված ա եղել, թող Աստված ինձ ների, բայց իրոք Աստված ա եղել Վազգենը, ինքը բանակաշինության հարցը, Վասիլյան Ռազմիկի մոտ նոր գնացի, Վասիլյան Ռազմիկն առաջ բանակաշինությունը սկսեց, իսկ Վազգեն Սարգսյանը բանակ ստեղծեց, ոչ միայն Վազգեն Սարգսյանը, այլ ես նույնիսկ ամաչում եմ, որ այս երեխեքի մոտ ես կանգնած եմ, պետք է ես շուտ մեռնեի, Ազիզ ջան, ես իմ ապրելը չեմ համարում, որ ես ապրում եմ, այսքան ցավը տեսնողը, որ ասма դարդը տվին Սարին, Սարը չառավ, բայց դարդը տվին մարդն առավ ու գնաց, հիմա այս կարուզը ես իրանց ծնողներին, իրանց մայրերի ցավը տանեմ, ես բոլորի առաջ ծնկի եմ իջնում, իրանց մայրերի առաջ ծնկի եմ իջնում, որ այսպիսի հզոր երեխեք են դաստիարակել, ես մեռնեմ նրանց մայրերի կյանքին, աղջիկ ջան, ես հպարտանում եմ իմ ազգով, իմ ազգը պետք է սենց չներ, իմ ազգը պետք է հաղթանակ էինք տարել, այդ հաղթանակը պետք է պաշտպանեինք, ես չգիտեմ ով ա մեղավորը, այսօր ես Վազգենիս մասին մի հատ բանաստեղծություն եմ գրել, նոր բանաստեղծական ողջունը սա, պետք է տանեմ, ես Վազգենիս մասին եմ գրել, և չեմ ուզում կարդամ, պարզապես ես ուզում եմ, որ բոլոր իմանան, որ իմ Վազգենը, իմ Երմուկի Համոն, իմ երեխեքը, ես 5000 երեխեն, կարող կան տղաներ, որոնք եռաբլուրում չեն իրանց աճյունը, բայց այն տղաները, որոնք մարտադաշտ դուրս եկան, որոնք նահատակվեցին, մեր վիրավորների առաջ ծնկի եմ գալի, մեր զոհվածների առաջ ծնկի եմ գալի, մեռնեմ սրանց գերեզմանին, ես մեր են տղաների առաջ ծնկի եմ գալի, որ այսօր Թուրքի յաթաղանի տակ բախկտում են ընդեղ գերի են, այո, գերիները, չեմ խոսքեր չեմ գտնում, հիմա ես գիտեմ նրանք ինչ վիճակի մեջ են, մեր աղջիկներից մեկին գերվել էր այդ աղջիկն ու եկել էր Հայաստան, Չարենցավանում ապրում հիմա էլ կա, այդ աղջիկը որ պատմում էր, թե ինչ ծանր կացություններ ա եղել, ինքը ոնց որ ասած քրքրել են այդ աղջկան, ես հիմա պատկերացնում եմ, որ մեր երեխեքին էլ են նույն ձևի քրքրում, քրքրվեն դրանք, ինչ ասեմ, ցավը տանեմ։ Հիմա խոսում է խաղաղության համաձայնագրի մասին, իշխանությունն ասում է, որ համաձայնագիրը կնքվի, հնարավոր է խաղաղ համակեցություն լինի, գնալ-գալ լինի, առևտուր լինի, հնարավոր է հաղթահարել այս վիշտը։ Մեռնեմ, թուրքը մնալու է թուրք։ 15 թվականի կոտորածից հետո թուրքը հանդարտվեց, որ հիմա հանդարտվի։ Մենք ճիշտ է, խաղաղասեր մարդիկ ենք, մեր տղերքը իմ համար սրբություն են, բոլորը, անկախ նրանից, թե նա որ կուսակցությունից է, անկախ նրանից ով այդ ղեկավարը, անկախ նրանից, թե նա, եթե նա հայ է, իմ սրբությունն է, բայց թուրքը երբեք չի հանդարտվի թուրքը Հայաստանն է ուզում, թուրքը Արցախը վերցրեց, նա ուղղակի այս բոլորը պաշտպանելու համար, գոնե այս մի թիսողը պաշտպանելու համար մեր տղերքը չեն իմանում ինչ անեն, ոնց անեն, որ այս մի կտորը պաշտպանվի, որ Հայաստան լինի, որ մենք եռագույնը ծածանվի, որ մեր գերբն ու դրոշը, մեր հիմնը հնչի, մեր ժողովուրդն ասի մենք հայրենիք ունենք։ Սփյուռքահայրից էլ եմ շնորհակալ, նրանց կատարած աշխատանքից էլ եմ շնորհակալ, միգուցե հենց ցավը նրանում է, որ մենք խղճով ենք, աղջիկ ջան, մենք խիղճ ունենք ու այդ խղճի համար մենք միշտ տառապել ենք ու տանջվել, ես ոնց կարամ ներեմ, Թուրքին ոնց կարամ ներեմ, որպես հայուհի, ոնց կարամ ներեմ, այսքան հերոսներին, այսքան Ազիզ Բալեքին տենողը, բայց թուրքին կներեմ,
թուրքը սատկի, նրանք վամպիրներ են, նրանք ասկ չեն, վամպիր, ուրիշ ոչ մի բան նրանց չի կարելի ասել, նրանք առնախումներ են, որ ուզում են միջև արյան վերջին կաթիլը ծծեն հայի այրունը, ես չեմ պատկերացնում, որ ես Մուսալերան 40 օրը կարդում էի, այդ ժամանակվանից վրեժխնդրություն առաջացավ իմ մեջ, որ լտես մեր երեխուն թուրքը ինչ անում, մեր երեխեքին ոնց են կոտորում, ախր թուրքը ինչի համար այդ պայմանագիրը, այդ պայմանագիրը կարծես սրտի հովություն է, որ բան կանեն, կհանգստացնեն մեզ, մենք էլ կգնանք սուտ աջանիտ մեռնեմ, ճիշտ է, մեր կառավարությունը ուզում է, որ լավ լինի, որտեղ մենք բարի ենք, ազնիվ ենք, արդար ենք, մենք սիրում ենք, որ ամեն ինչը արդարությամբ անենք, բայց ոչ, ես ասել եմ ու կասեմ, թուրքը մնում է թուրք, ազերիները մնում են ազերիներ, նրանք առնախում, առևտրական, կեղտոտ, անառակ, ամենավերջին սրիկաններն են աշխարհի, ես ոչ թե մեզ պատերազմել են դրա համար եմ ասում, ոչ, ես ապրել եմ նույնիսկ Ադրբեջանում, հարս եմ գնացել Ադրբեջան, մեր գանձակում, ես լեզուս չի պատտվում ասեմ, Կիրովաբադն իրանցնա, գերեզմանիչն են իրանք, Կիրովաբադն իրանցնա, մեր գանձակում ես հարս եմ եղել, ես տեսել եմ ինչ տառապանքներ են տվել հային, թեկուզ են խաղաղ պայմաններում, ժամանակ ա եղել գազը միացնում էին, իրանց մոծը բանը վրխում էր գազը, նոր տարվա ժամանակ գազը անջատում էին հայի գլխին, ցողնում էին այսքան ծպ հազիվ մենք բան ենք անում, բայց մենք մեր գանձակում էինք, մենք զգում էինք, որ մեր հողի վրա ենք, դա մեր հողն է, ոչ մի հող իրանցը չի եղել, ջանիդ մեռնեմ, ոչ մի հող, ես ուղղակի ես պետք է ասեմ, որ այս տղաների արյունը նրանց ամբողջ թուրքերի ու ազերիների ընտանիքներում լինի, նրանք չպիտի ապրեն, այնքան եմ որդովված, ուղղակի ես որ գալիս եմ, այստեղ չեմ ուզում էլ գնամ, ուզում եմ որ բոլորին գրկեմ, բոլորին այսպես որ նայում եմ, համարյա կեսը ինձ ծանոթ են այս երեխեքից, մեռնեմ սրանց գերեզմանին, ներողություն տղերք ջան, որ ես ձեր գերեզմանի մոտ կանգնել եմ խոսում եմ, ներողություն եմ խնդրում ձեզ, ես պետք է սատկեի, ես պետք է մեռնեի, ես չպետք է այսքան բանը տենայի, ով որ արյունը տեսել է ու շնչել է, ով որ ընկերոջ մահը տեսել է, նա չի ուզի ոչ մի անգամ իրան երեխեք ջան, դուք խաղաղ ապրեք, ես ձեր ցավը տանեմ, իմ հայ աղջիկները խաղաղ ապրեն, նայիրյան դալար բարդիններ եք դուք, մեր տղաներին, իմ հույսը այդ դուք եք, այս տղերքն են իմ հույսը, որ տենում եմ քիչ համնում, անկախ ինձանից, Հիսուսը վկա, Տեր Հիսուսը վկա, ուզում եմ սեզ փաթաթում լրիվ երեխեքին ու ասեմ, երեխեք ջան, ես ձեր ցավը տանեմ, պահեք Հայաստանը, իմ Հայաստանը պահեք, իմ ազգը պահեք, ես ասում եմ, ես կներեք, շատ եմ խոսում, ցավը տանեմ, բայց ես ասում եմ, կյանքի մահու այս ամեղի աղջամուղջում մեր հոգիները ողջակիզվում են, բայց մենք հպարտ ենք, ես անձամբ հպարտ եմ, որ ես հայուհի եմ, ես անձամբ հպարտ եմ, որ ես զինվորի մայր եմ եղել, ես անձամբ հպարտ եմ, որ իմ ամուսինը մարտադաշտում ա վիրավորվել, ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, չեք պատկերացնի, այսօր իմ ամենածանր, ամենասիրելի, ամենադառն օրն է, որ ես այստեղ կանգնած եմ, եթե ես հնարավորություն լիներ, որ ինձ ասեին կյանքդ, թե Ադրբեջանը, քեզ սպանում ենք Ադրբեջանը վերանում է, ամենայն անկեղծությամբ եմ ասում, իմ կյանքը մատաղ կանեի ես, իմ կյանքը մատաղ կանեի, մենակ ես չլսեի, որ նրանք խոսում են, Ադրբեջան գոյություն ունի,
Թուրքիա գոյություն ունի եւ ես կոչ եմ անում մեր բոլոր կանանց ոչ մեկը Թուրքիա չգնա ոչ մեկը թուրքերի հետ ոչ մի առնչություն չունենա անգամ նրանց շորերը որ տենում եմ մեր Հայաստանում վաճառում են դրանից էլ եմ ներվայնանում նրանք այդ ցեղը այդ ազգը պիտի չնի վերանա երկրի երեսից պետք է վերանա իմ երրաբլուր բանաստեղծությունը որ ես ասում եի Գրետա մաման Վազգենի մաման ասում էր Աջան այդ ոնց ես գրել ասում եի Գրետա մամա ինչ որ հոգուց է խոսվում դու պետք է գրես ես առանց գրելու չեմ կարա առանց ստեղծակ գոնե դա ինձ հոգեկան հանգստություն ա բերում ջանիդ մեռնեմ